այս տղեն, հիշում եք։ Չինեչուն, սպաշտեղանս չինեչուն։ Սպորտսմեն է, որպես քաղաքի տղա, հա։ Յադեք դելի հնդիտամ։ Յուրահատուկ է նրանց շփման լեզուն, անգամ բժիշկներն են զարմանում, ինչպես է մի հայացքից Նարինեն հասկանում եւ փոխանցում Սերգեյի ասելիքը, տրամադրությունը, անգամ նկատողությունները։ Ասում բան ես ուզում օրինակ հարցնից, ասում հա, ասում պարապմունքներին է վերաբերվում, ասում հա, Սերգեյը ինձ նայելով, ասես իմ աչքերից նայում, ես գիտեմ ինչ է ասում, դա ոչ մեկին ես չեմ կարող ոչ բացատրեմ, ոչ հասկացնեմ, որ մարդ օրինակ բժիշկներին բանինել, միշտ բժիշկն էլ այնց հարցնում, բժիշկ Հակոբ Սերգեյ բժիշկն է վերականգնում ողականցի տեղ։ Միշտ ասում, բա ոնց եք հասկացել, որ սենց ասել, ասում չգիտեմ։ Սերգեյի խիստ հայացքից մայրս թափվում է, հանկարծ չհուզվի, չընկճվի։ Գրեթե 6 տարի Նարինեի կյանքի ամեն վայրկյանը որդու խնամքին է նվիրված։ Դժվարին հիվանդանոցային առօրյան նրան եւս կոփել են։ Խոստովանում է, շատ է փոխվել, ուժեղացել է, դարձել ավելի անվախ։ Կոկիկ եւ խնամված լինելն էլ պիտի հասցնի։ Սերգեյն է պահանջում դեռևս հայացքով եւ էմոցիաներով, բայց հավատում է, որդին շուտով նաեւ բարերով կհասկացնի։ 6-րդ տարին այդ հույսա Քալենց միշտ հույսա տան որ մամա եշու հույսա ինգիս վեճ լոխ լավայնական ոչ Սերգեյն հույսից հավատից ընկնում վեճ մուք ընկնում ոչ մեկը չեմ պիտի պայքարենք ինչ կարում ենք չենք կարում պիտի շարունակենք այդ պայքարը մենք հազնվող չենք 44-օրյա պատերազմի ավարտին գլխուղեղային ծանր վնասված ստացած ավագ լեյտենանտ Սերգեյ Կարապետյանի զինվորի տանը կազմակերպվող բուժման ընթացքի մասին 1 տարի առաջ էինք պատմել։ Շատերը այդ ժամանակ արձագանքեցին եւ արտերկրում բուժման կուրս անցնելու նպատակով անհրաժեշտ գումարի հավաքագրման գործում ընտանիքը ստացավ որոշակի աջակցություն։ Սերգեյի բուժումը համարյա ստանում ենք զինվորի տանը, տարին մին 10 ամիս տալինում, մնացած 2 ամիս թեկուզ 3 ամիս գնում ենք արտերկիր։ Անցած տարին Նիժնինով գրում ենք բուժում 3 ամիս։ Մեր բոլորս մարդկանց օգնության շնորհիվ կարողացել ենք գնանք բուժումը 3 ամիս շարունակենք, շատ շնորհակալ ենք բոլորից։ Այնքան լավ է, որ հետ գնալ չկա Իրանը, ինչ էլ կա, քիչ առաջա գնում։ Դաժե եթե ես ուզում եմ տուն տանեմ, մի կերպում բժիշկներից խլում Սերգեյին, вообще չեմ թողնում։ Միշտ ասում եմ, պիտի մնա։ Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին Հայաստանում է, ոչ միտեղ չկա, վստահեցնում է Նարինեն։ Զինվորի տանը որդուն լիարժեք վստահում է բուժանձնակազմին, ինչը արտերկրում միշտ չի ստացվում անել։ Սերգեյին շատ են սիրում այստեղ, նրա էմոցիաներն են այդ մասին վկայում, սակայն բուժման ընթացքը երկար է, իսկ որոշ սարքավորումների օգնությամբ այն ավելի արդյունավետ դարձնելը առայժմ հնարավոր է միայն արտերկրում։ Օրինակ այդ Մոսկվա որ գնում եք, այնտեղ պարապմունք է, նեյրոփսիխոլոգ, այդ տրեկերով աշխատում, այդ կոմպյուտերը, այդ այլա շատ բան, զինվորի տանը չկալի, ահագինել $10,000 արժեք ունի այդ բանը։ Սերգեյը ոնց որ աչքերով այդ խաղերը խաղում, տարերը թվերը իր մոտ մոռացված էր, արդեն կամաց Ռուսաստան կա այդ պարապմունքներ, այստեղ չունենք, բայց այնա եթե այդ ապարատ այդ սարքը լինի, պարապող կա հետը։ Ուրեմն սկզբնական կես ժամը պարապմունքը 15 րոպեն այդ ոնց որ դասընթացներ է, գոմարում հանում, տարեր գրել, բարեր գրել, մնացածը խաղեր է։ Ինքը իր աչքերով մտնում է, ինչ խաղ ուզում է, խաղում, դուրս գալիս։ Հետո այնտեղ բաներ կա ցույց տված, например, ինչ որ տեղը ցավում է, եթե ինչ որ մի տեղը ցավում է, մարդու բան է, էլի սիլուետ կա այնտեղ ցույց է տալիս ոտքերը կապը աշխարհի հետ, հենց վիրավորումից 4 ամսից հետո գնացել ենք Հունաստան։ Ես կասեի, որ որպես վերականգնողական մեր զինվորի տունը 1000 անգամ ավելի լավ է, չեմ Հունաստանում։ Պրոստը այն ժամանակ նոր վիրավորված մտածում ենք, որ արտերկիր անպայման Եվրոպա $8,000 արժե Մոսկվայում 1 ամսվա բուժումը, նախորդ տարվա դեկտեմբերին վերադարձել են 3 ամսյա կուրսն անցնելուց հետո։ Տաշիր հիմնադրամի աջակցությամբ շուտով պատրաստվում են նորից մեկնել Մոսկվա, շարունակելու բուժումը։ Նարինեն լիահույս է, հաջորդ մեր հանդիպմանը Սերգեյը ոչ միայն կարողանալու է մեր հարցերին դրական կամ բացասական պատասխաններ տալ, այլև ինքն է պատմելու իր առաջընթացի մասին։ Ես վերջումը որ Մոսկվայի էինք, դիմել ենք Սամվել Կարապետյանին, հենց այնտեղ զանգել են, մի ամսվա գումարը մեզ տվել։ Հիմա այդ ամսվա գումարը դեռ մեր ձեռքին է, պիտի պահենք, ինչքան էլ հավաքվի, հետո նորից գնանք էլի մեր պայքարը շարունակելու։ Պայքարի ոգին պատասխանատու մարզիկի մոտ տարիներով է ձևավորվել։ Նրա ֆիզիկական եւ կամային հատկությունները այսօր էլ օգնում են նրան իր երկարատև եւ ծանր պայքարում։ Բայց Սերգեյը մենակ չէ։ Ընտանիքը զգում է բարեկամեցողների, ընկերների, հարազատ դարձած բուժանձնակազմի նվիրվածությունն ու սերը, անշահախնդիր աջակցությունը, իսկ դա չի կարող չունենալ դրական արդյունք։
Մոսկվայում ասում Սերգեյ, тебе повезло с родителями, միշտ տենց ասում մենք ամեն ինչ տեսալ ենք, այդքան պայքարող, այդքան տենց համ ինքնա տենց պայքարող, համ ասում դուքը պայքարող։ Միշտ են բոլորը մեր կողքին կանգնած։ Դա էլ այնքան լավ հույս է տալիս, որ մենակ չզգում քեզ երբեք։